վերջացած են բոլորը։ Ուրեմն կրթությունը ինքը կրթությունը թողեք Պարոն Եղոյան, ես իմ ամբողջ կյանքում Չէ, ես հիմա կասեմ ինչ եմ ձեզ այդ խորհուրդը տալիս, եթե չլքեք, ինչպես Ազատություն ռադիկալի լրագրողը լքեց։ Ասեմ։ Հիմա ասեմ։ Մամուլի հետ աշխատանք է վարչապետի։ Ես հիմա թույլ կտակ ասեմ, թե բերանս պիտի փակեք։ Դուք ասում եք 600,000 թողեք Նիկոլ Փաշինյան լրագրողը հարգելի գործընկերն է։ Հանրապետությունում ամենամեծ վաճառվող տպաքանակ ունեցող թերթի խմբագիրն է եղել։ Դուք Նիկոլ Փաշինյանի հետ կարող եք դրանով համեմատվել։ Գերմանուկյանն ասում է ռեկետ էր անում։ Դուք Նիկոլ Փաշինյանի հետ կարող եք համեմատվել։ Օրինակ մեկ խմբագրական գրելով։ Դուք օրինակ հիմա էլ մի վարքյան դուք կարող եք գրել մեկ խմբագրական, դուք այստեղ ներկան եք, որ համեմատվում եք։ Չէ, թողեք ավարտեմ նախադասությունը, մի հարցակվեք մարդու վրա։ Իսկ օլիգարխների հետ գործակի գնալու մի վարքյան, եւ դա օրական 5,000 հոգու 100 դրամով վաճառել։ Եթե ձեր գրած նյութերի եթե ձեր գրած տպաքանակ է հատուկ գմվել, իսկ դուք դրանից տեղյակ եք։ Եթե ձեր գրած նյութերի դիտումը լինի վճարովի, օրինակ 100 մի վարքյան ավարտեմ, 100 դրամ, ինչ եք կարծում, քանի օքի կբացի այդ նյութը։ Օրինակ չեք բացառում արդյոք, որ աշխարհի վերջն է, քանի հոգի 100 դրամ կտա, որ այդ նյութի պատասխանը կարդա։ Սա մեկ, երկրորդը ինչ վերաբերում է ընտրողների հիմա տարբեր ժամանակների օրինակներ եք բերում, պարոն Եղանովիչ, ժամանակ էլեկտրոնային մամուլը Ինչ տարբերություն։ Վաճառքը մնում է վաճառք, այն ժամանակ թղթով ես վաճառում, հիմա էլեկտրոնային ես վաճառում։ Washington Post-ը այն ժամանակ թղթով էր վաճառում, հիմա էլեկտրոնային է վաճառում։ Հա, ձեզ հետաքրքիր չի, դուք գնացիք